Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, այսօր կրկին միասին ենք, որպեսզի հերթական անգամ քննարկենք քննության ժամանակ հանդիպող անհասկանալի հարցերը։ Մեզ համար կարևոր է, որ դուք քննությանը մոտենաք առավելագույն վստահությամբ և ճիշտ գիտելիքով, իսկ X-Drive-ը ձեզ կօգնի այդ հարցում։ Այսօր միասին կսկսենք նոր թեստ 13-ը։ Ողջույն ընկերներ։ Ողջույն Սյուզան։ Կարծում եմ լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Դու ինչպես ես։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ շատ։ Այսօր նոր թեստ ենք անցնում, թեստ 13-ը։ Ես պատրաստ եմ, կարծում եմ մեր հեռուստադիտողներն էլ են պատրաստ, YouTube-դիտողներն էլ են պատրաստ, կարող ենք սկսել։ Սկսեցինք։ Ամոթ գործենք թեստեր։ Ընտրենք 13-րդ թեստը։ Եվ սկսենք։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը ոստիկանության ծառայողներին շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար, բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ վարորդի համաձայնությամբ եւ երկու դեպքում։ Ճիշտ է։ Իրավիճակ պատկերացնենք, դեպք ա եղել, վթար ա եղել, տուժած գոյություն ունի եւ ոստիկանության ծառայակիցներին, ծառայողներին եւ բուժաշխատողներին պետք է իհարկե օգնություն ցուցաբերենք։ Այդ օժանդակել ասածը օժանդակելու նպատակով դա օգնություն ցուցաբերելն է։ Հասկացա։ Շատ լավ։ Մյուսը Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, կատարել թվարկած բոլոր գործողությունները, ինձ թվում է։ Ինչ ես կարծում։ Այո, շատ ճիշտ է։ Նու օրենքի համաձայն։ Ես կարդում էի ու ասում էի սա էլ է։ Դες ճիշտ կողմնորոշվում ես։ Ճիշտ է, կանգնեցնում ենք։ Կանգնեցնել ասելով միանգամից նրան բերում ենք անշարժ վիճակի։ Դիրքը չենք ուղղում։ Ենթադրենք ճանապարհի մեջ ուղիղ դիրքով չի, շեղ դիրքով այդ վթարը տեղ ունեցել եւ այլն, այդ դիրքով կանգնացնում ենք։ Անշարժ վիճակի ենք բերում, իհարկե միացնում ենք վթարային, հասկանում ենք վտանգ կա, միացնում ենք վթարային։ Եթե կա, ուրեմն բոլորն էլ ճիշտ։ Իհարկե, չտեղաշարժել պատերը հետ կապված իրերն ու առարկաները, դա որպես իհարկե ապացույց։ Շատ լավ։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե առջևի մասում տեղադրված են նարնջագույն լույսերով շրջադարձի ցուցիչներ, անսարքե քաշակի քաշակցման համակարգ երկու դեպքում են, որովհետև առաջին դեպքում առջևի մասում տեղադրված են նարնջագույն, իսկ թույլ է տալիս դեղին ու սպիտակ։ Այո։ Ճիշտ հիշեցի։ Ու անսարք քաշակի քաշակցմանը հարմարանքի դեպքում իսկ այդ անսարքը ինքը կարգելի։ Այո, եթե անսարքը կարգելի։ Հիմա որ ճիշտ պատասխանել ես, ճիշտ բացատրել, բայց հիմա սպասում քո ապրես։ Որովհետև նարնջագույնը ես սենց ասեցի, հետո հիշեցի, որ նարնջագույնն էլ էր թույլատրում։ Նարնջագույն բացատրեցի։ Ահա, ճիշտ ես։ Ճիշտ բացատրեցի, բայց սկզբում սխալ էր պատասխանում, ասի երկու դեպքում է։ Հա, ես հետո հասկացա, որ նարնջագույնը թույլ էր տալիս, այսինքն թույլ է տալիս առջևում նարնջագույն տեղին ու սպիտակ։ Առջևը դե դիմաց, առաջա մասում։ Հա։ Դեղին ու նարնջագույնի իր հիմնական գույներն են, դեղին նարնջագույն կարելի ասել նույն գույնը, դեռ մի փոքր ֆոնային տարբերությամբ։ Առաջին մասում թույլ է տալիս նաև սպիտակ, հետևում կարմիր։ Ապրես։ Այդ էս որ դու ուշադիր կարդաս, հարցի պահանջը ճիշտ հասկանաս, ճիշտ պատասխանել ես։ Արգելեցինք այս դեպքում, այլ ոչ թե երկու դեպքում։ Լավ, մյուսը փոխ։ Խաչմերուկը երրորդը կանցնի, նա հասկանանք առաջինը կանցնի։ Նշանի տակի ցուցանակին պետք է հետևել։ Գլխավորից օգտվողներին գույներով ինձ պիտի ասես։ Բայց կանաչ ավտոմոբիլը գլխավորից չի օգտվում։ Ինչու՞։ Այդ նշանի տակի ցուցանակը սև հաստ գծերով եւ բարակ գծերով հենց խաչմերուկի նկարն է ինքը։ Խաչմերուկը պատկերված է ցուցանակի մեջ։ Բայց հաստ գիծը գլխավորի ուղղությունն է։ Այո, գլխավորի։ Դե մի նայի գլխավորը ուր է գնում։ Դու ուշադիր նայիր։ Որտեղից է դուրս գալիս։ Որտեղ ով է մտնում գլխավորից։ Մուտքն է կարևոր։ Թե հետո ուր կշարունակի։
Դա ուրիշ հարց է։ Առաջին հերթին պետք է հայտնաբերենք նրանց, ովքեր մուտք են Կարմիրն ու գործում։ կանաչը գլխավորից են։ Այո, մուտք են գործում գլխավորից։ Հետո ուր կշարունակեն, իրենք կորոշեն։ Իսկ կարմիրից ու կանաչից ով որ աչից հարված չունի։ Ունի, ով որ ունի, պիտի զիջի ճանապարհը։ Հա, սխալ։ Աչից հարված։ Հա, աչից հարվածի սկզբունքը։ Ապրես։ Հիմա կարմիրը եւ կանաչը մենք հասկացանք, որ մուտք են գործում խաչմերու գլխավորից։ Գլխավորից։ Նրանց միջից աչից հարված ստացողը պիտի զիջի։ Կանաչը։ Ապրես։ Երկրորդը կանցնի կարմիրը։ Շատ ճիշտ։ Ահա, երրորդը։ Դե այնտեղ մնացին արդեն երկրորդականից օգտվողները, որոնք որ զիջով են։ Կանցնի կապույտը։ Ապրես։ 4 տեղին։ Իսկ դեղինը անցնում է վերջում, որտեվ կապույտին պիտի զիջի, որպեսզի նորից աչից հարված չստանա։ Հարված չստանա։ Ինչ ստացվեց։ Մենք ընտրեցինք, գտանք երկու գլխավորներին իրենց մեջ աչից հարվածով, ճիշտ է, կանաչ հետո կարմիրն անցավ։ Երկրորդականներից էլ հասկացանք էլի աչից հարված։ Էլի աչից հարվածով, որ կապույտը պիտի անցնի, նոր վերջում դեղին է։ Հիմա ըստ հարցի խաչմերուկը երրորդը կանցնի կապույտ մեքենայով ավտ։ Մեզ դիտողներին խորհուրդ տանք, որպեսզի իրենք հարցի պահանջը կարդան։ Ուշադիր։ Ինչու այս նույն նկարից էլի կան քննական տոմսերում, նկարը նույնը։ Եթե իրենց մեջ այս նկարը տպավորվի, այո, տպավորվի, որ ճիշտ պատասխանը դա կապույտ մեքենան է, նկարին նայեն սեղմեն կապույտ մեքենան, սխալ կստացվի պատասխանը։ Պիտի հարցի պահանջը հասկանան։ Շատ լավ քննարկեցինք։ Խաչմերուկն առաջինը կանցնի։ Այստեղ նշաններ չկան, էլի աչից հարվածով պետք է։ Շատ ճիշտ։ Ով չունի աչից հարված, նա կանցնի առաջինը։ Կարմիրը։ Կարմիրը առաջինը։ Ճիշտ է, բայց արի մի հատ ինձ շարունակություն է լսա։ Կարմիրից հետո ով կանցնի։ Կանաչը ու վերջում կապույտը։ Վերջում կապույտը։ Շատ ճիշտ։ Ապրես, խաչմերուկները շատ լավ պատկերացնում ես, որը իհարկե շատ կարևոր է։ Նշված գոտուց որ ուղղությամբ կարող եք շարունակել երթևեկությունը։ Ահա։ Նշված գոտուց ձախ եւ ուղիղ։ Ճիշտ ես։ Ձախ եւ ուղիղ։ Ըստ նշանի վերևում տեղա, չէ, ըստ գոտու, այո, թույլատրելի ուղղությունը։ Նու տես, շատերը այս հարցին պատասխանում են հետադարձել կարելի է, բայց հետադարձ չի կարելի։ Ճիշտ է, կա թույլատրելի ուղղություն դեպի ձախ, իսկ բոլոր խաչմերուկներում որտեղ կա թույլատրելի ուղղություն դեպի ձախ, թույլատրում է նաև կատարել հետադարձ։ Բայց հետադարձը կլինի ձախ գոտուց, ոչ թե մեջտեղ։ Բայց ոչ այս գոտուց։ Հետադարձ կատարում են միայն ձախ եզրային գոտուց։ Այստեղ երկու գոտի մեզ թույլ է տալիս ձախ, հնարավոր է լինի 3 գոտի, 4 գոտի, օրինակ 4 գոտի է, 4-ից էլ ձախ է թույլ տալիս։ Բայց եթե ուզում ես հետադարձ կատարես, պիտի գաս լրիվ ձախ եզրային գոտի։ Ըստ նշված գոտուց հետադարձ կատարել Սա է նշված գոտի։ Ձախ եւ կթույլատրենք ուղիղ եւ ձախ։ Լավ, մյուս հարցին։ Այս նշանները նախազգուշացնում են եռագիծ երկաթուղային գծանցին մոտենալու մասին։ 150-ից 300 մետր հեռավորությունից կլինի առանց ուղղափակոցի երկաթուղային գծանց, 50-ից 100 մետր հետո երկաթուղային գծանց է։ Եռագիծ երկաթուղային գծանցին մոտենալու մասին։ Տես, նախ ինչա մեզ ասում նախազգուշացնող նշանը, որ մոտենում ենք երկաթուղային գծերին, գծանցին, որը առանց ուղեփակոցի է։ Ուղեփակոց չկա, բացակայում։ Եթե ուղեփակոցով լինի, այստեղ այդ ռեշոտկայա նման տենց չորնի նկար է լինում իրար։ Ուրեմն միայն գնացք որ պատկերված է, ուրեմն տվյալ ուղեփակոցով, այո, տվյալ երկաթգծանցորին մոտենում ենք առանց ուղեփակոցի։ Ուղտակի գծերը մետրերն են 300 մետր։ Այո, ամենաշատը 300 մետր։ Այստեղ ինչ է ստացվում, որ 150-ից 300 մետր հետո մենք մեզ կհանդիպի առանց ուղեփակոցի երկաթգծանց։ Տես 150-ից 300 մետր հեռավորությունից կլինի առանց ուղեփակոցի երկաթգծանց։ Հասկացա։ Իսկ եթե լիներ 50-ից 100 մետր հետո երկաթգծանց, արդեն կլիներ 1 գիծ։ Մինչև 100 մետր։ Ամենաշատը 100 մետր, ու ինքը լինում է 50-ից 100 մետր։ Այսպես։ Երկրորդ տարբերակ։ Ահա։ Թույլատրվում է կայանումը նշված վայրում։
Ինչ ես կարծում։ Ինձ թվում է ոչ, որտեղ այս նշանը կանգառ ու կայանում կատարելը չէր արգելում։ Ճիշտ ես, նշանն արգելում է կանգառ եւ կայանում։ Բայց Իսկ տակի նշանից ցուցանակը հետո- ինչա ցույց տալիս։ Այդ սլակ ուղղածը դեպի ներքև։ Մենք ինչ ենք հասկանում դրանից։ Փորձիր, եթե կսխալվես, ոչինչ, ես էսա պետք է։ Թվում է, որ ուղիղ կայանել։ Չէ, կանգնեցման ձևը չի ցույց տալիս։ Ուղղակի կանգառն ու կայանում արգելող նշանը տեղադրված է, տակի ցուցանակն էլ ցույց է տալիս, որ մինչև այստեղ է արգելվում։ Հա, այսինքն այդ Որից նշանից հետո կարելի կարելի է։ Այո, թույլատրումը։ Այո, թույլատրում է։ Պատկերացի, չէ՞, ինչ որ մի տեղից միայն այս կանգառն ու կայանում արգելող նշանն է տեղադրված եղել, այս մեքենայի վարորդը հասկացել է մի բան, որ այդտեղից սկսած չի կարելի կանգառ կայանում կատարել մինչև որտեղ։ Այդ նշանը։ Մինչև ազդման գոտու վերջ, որտեղ որ սլակը ուղղում է ներքև։ Դրանից անմիջապես հետո կարելի է թե կանգառ թե կայանում կատարել։ Այնպես որ ինքը նշանն անցել ազդեցությունը նշանը իր վրայից դուրս է եկել։ Այո, թույլատրվում։ Ինչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչև երկաթուղային գծանցը։ Մինչև 50 մետր առաջ, մինչև 100 մետր առաջ, մինչև 150 մետր առաջ։ Մինչև 150 մետր առաջ, 100 մետր առաջ, 100 մետր առաջ, սա էլ պետք է ուղղակի հիշել։ Տես, մի կարևոր մի բան։ Չի կարելի վազանց կատարել երկաթուղային գծերի անմիջապես վրա եւ դրանից 100 մետր առաջ։ Բայց մի կարևոր էլ մի բան էլի մեր հեռուստադիտողների կամ YouTube-յան ալիք դիտողների համար։ Ուշադիր կլինեք, հնարավոր է հանդիպի հարց երկաթուղային գծերը անցնելուց անմիջապես հետո։ Այ հենց երկաթգծերը անցար, անմիջապես հետո թույլատրում ավազանց կատարել, քանի որ վտանգ այդտեղ չի տեսնում։ Վտանգը մինչև իրեն մոտենալը այ 100 մետր։ Լավ, նորից կրկնենք, չի կարելի երկաթգծերի վրա եւ դրանից 100 մետր առաջ։ Իսկ անմիջապես հետո թույլատրում ավազանց կատարել։ Նույնն էլ մյուս կողմից։ Էական չի։ ու մեր արդեն այս հաղորդման Վերջի հարցը 10-րդ հարցը։ փորձենք, տեսնենք վերջին ինչ հարց մեզ Թույլատրվում է կհանդիպի։ արդյոք խաչմերուկում կատարել տրանսպորտային միջոցների վազանց հաջողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհի վրա արգելում է։ Արգելվում է։ Այո, այստեղ գրված է հատվողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհ, որոնց շատերին թվում է, եթե գլխավոր ճանապարհի վրա ինքը գտնվում, ուրեմն թույլատրվում է վազանց կատարել։ Ուրեմն հիշենք մի պարզ բան, կապ չունի խաչմերուկում դու գլխավոր ես, երկրորդական ես, նշաններ գոյություն ունեն, նշան գոյություն չունի, հավասարազոր է, անգամ խաչմերուկի տեսքն ու ձևը ասենք տեաձև խաչմերուկ է, քառաթև խաչմերուկ, էական չի, կարգավորվում է լուսացույցով, չի կարգավորվում լուսացույցով։ Խաչմերուկում, խաչմերուկի ներսում, սահմաններում վազանց կատարել չի թույլատրվում։ Դա արգելում ենք։ Լավ, եթե վազանց խաչմերուկի ներսում, վերջ արգելվում։ Շնորհակալ եմ շատ։ Եթե թույլ կտաք մեր YouTube դիտողների ուղղած հարցերին Հարցերին անդրադառնալ։ Պատասխանենք հարցերին։ Այստեղ խնդրել եմ բացատրել մարդկանց փոխադրումը երբ է թույլատրվում քարշակման ժամանակ։ Լավ, էլի մի փոքրիկ իհարկե ծավալուն թեմա է սա, բայց փորձենք կարճ որպես հուշում, որպես հուշում։ Որտեղ պետք է նորից լինեն ուշադիր, հարցի պահանջը կարդան, հասկանան նշված է քարշարկող, թե քարշարկվող։ Դե քարշարկողը մենք հասկանում ենք, որ քաշողն է, իրան տանողը, քարշարկվողն էլ այդ հետևին անսարքը։ Քարշարկողում, տանողում բոլոր դեպքերում թույլատրում է մարդկանց գտնվելը։ Դա շատ հեշտ է։ Լավ, քարշարկողը կլինի թեթև մարդատար, բեռնատար, ավտոբուս, բոլոր դեպքերում մարդկանց գտնվելը թույլատրում է։ Այդտեղ պետք է ուշադիր լինել միայն քարշարկվողների դեպքում։ Հետևի քարշարկվող անսարքների։ Եթե քարշարկվողը թեթև մարդատար է, ամբողջությամբ թույլատրվի մարդկանց գտնվելը, ինչ վերաբերում է բեռնատարին, այ բեռնատարի խցիկում է թույլատրվում մարդկանց գտնվելը։ Թափքում չի թույլատրվում, իսկ խցիկը այդ այն վայրն է, որտեղ որ գտնում է հենց ինքը վարորդը։ Լավ, թափքը այդ կուզովն է, կուզով ենք մենք ասում։
Իսկ ավտոբուսում ոչ, ավտոբուսում մարդկանց գտնվելը չի թույլատրվում։ Հասկացա։ Եվս կա տարբերակ, դա մասնակի բեռնման եղանակով քարշարկում իրականացնելն է։ Մասնակին կիսով չափ է, որ բարձրացում առաջամասը տեղադրում իր վրա, հետևյակերը գցում գետնին, քաշ-քաշ տանում է։ Դրան համարում են մասնակի կիսով չափ։ Նորից քարշարկողում խցիկի մեջ կթույլատրվի, մնացած բոլոր դեպքերում ոչ։ Արգել։ Շնորհակալ եմ շատ դասի համար, հարցին էլ բավականին մատչելի բացատրեցիք, կարծում եմ հասկանալի էր ամեն բան, կհանդիպենք արդեն հաջորդ դասին, թեստը կշարունակենք, 13-րդ թեստը։ Սպասեմ, համեցեք, ես էլ եմ շնորհակալ։ Հուսով ենք այսօրվա հաղորդումը ձեզ համար օգտակար էր եւ հետաքրքիր։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, հետևել մեր թողարկումներին, քանի որ առջևում դեռ շատ կարևոր թեմաներ ունենք անցնելու։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։